Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգնի Սրբո ամեն։ Նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ շինեցեք։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր եկեղեցին այս կիրակին անվանել է տնտեսի կիրակի, որը պայմանավորված է նրանով, որ Աստվածաշնչյան ընթերցումը, որ ընթերցվեց Սուրբ Խորանից, վերցված է Ղուկասի ավետարանի 16-րդ գլխից, որը սկսվում է տնտեսի առակով եւ վերջանում է Աղքատ Ղազարոսի մասին առակով։ Այս տնտեսի առակը հետեւյալն է, որը պատմում է մեզ Հիսուս Քրիստոս։ Մի մեծահարուստ է լինում, ով իր տնտեսությունը տալիս է մի անիրավ մարդու։ Այս մարդը վատնում է իր տիրոջ ունեցվածքը եւ երբ Տերը իմանում է այդ մասին, կանչում է նրան եւ ասում է, թե ես գիտեմ, որ դու վատնել ես իմ ունեցվածքը, այլևս տնտես լինել չես կարող, հետևաբար ներկայացրու ինձ քո տնտեսության հաշիվը։ Երբ Տերը գնում է այս տնտեսը, մտածում է, ասում է, լավ, ես ինչ պիտի անեմ։ Մուրալ ամաչում եմ։ Հողի հետ աշխատել չեմ կարող։ Միակ բանը, որ ես կարող եմ անել, դա տնտեսությունն է։ Ինչ պիտի անեմ, որ երբ իմ Տերը ինձ վտարի իր տնից, ես տեղ գտնեմ, որտեղ կարող եմ տնտեսություն անել, եւ մտածում է եւ գտնում է լուծումը։ Կանչում է իր տիրոջ պարտապաններին եւ յուրաքանչյուրի պարտքերը քչացնում է։ Մեկին ով պարտական էր 100, տալիս է 80, գրում է թղթի վրա, որ պարտական է 80, մեկին 50 եւ այսպես շարունակ։ Այս մարդիկ բնականաբար ուրախանում են, հեռանում են, բայց տան Տերը իմանում է այդ մասին, գալիս է տնտեսի մոտ եւ գովում է նրան։ Այս առակը Քրիստոսի ամենաբարդ առակներից մեկն է, որովհետեւ Քրիստոս ներկայացնում է մի անիրավ մարդու կերպար, որին իր Տերը ի վերջո գովում է իր հնարամտության դիմաց եւ շատերը այս առակը փորձում են այլ կերպ հասկանալ կամ գրեթե չեն էլ հասկանում, կարծելով թե Հիսուս Քրիստոսն է գովում այս անիրավ տնտեսին, ասելով թե եւ Տերը գովում է նրան, շատերը կարծում են թե Հիսուս Քրիստոսն է կամ Աստված է գովում այս անիրավ տնտեսին իր գործերի համար։ Եկեք նախ հասկանանք, թե երբ Հիսուս Քրիստոս 2000 տարի առաջ պատմում էր այս առակը, ինչ ընկալումներ կային մարդկանց մեջ եւ ինչպես էին այն ժամանակվա մարդիկ հասկանում այս առակը։ Նախ տնտեսը անիրավ էր, դրա մասին խոսք չկա, որովհետեւ վատնում էր իր տիրոջ ունեցվածքը։ Այստեղ մեկնության կարիք չկա, բոլորիս էլ պարզ է։ Բայց ինչ է անում տնտեսը, կանչում է եւ պարտքեր է ներում շատերին, ովքեր որ պարտական էին իր տիրոջը։ Արդյոք սրա մեջ կար անիրավություն, թե ոչ։ Ուրեմն ըստ այն ժամանակվա տիրող օրենքի, տնտեսը վերակացու էր իր տիրոջ ամբողջ ունեցվածքի վրա, եւ նա էր որոշում, ում ինչքան պիտի տա եւ ումից ինչքան պիտի վերցնի։ Հետևաբար նա իրավունք ուներ մեկին 1 դրամի դիմաց գրել պարտք 10 դրամ, իրավունք ուներ գրելու 8 դրամ կամ 1 դրամ։ Նրա ամբողջ պարտականությունը կայանում էր նրանում, որ նա տնտեսեր այնպես, ինչպես նա կկամենար, միայն թե օգուտ բերեր իր տիրոջը։ Մինչդեռ նա տնտեսում էր այնպես, ինչպես կամենում էր, բայց վնաս էր տալիս իր տիրոջը, ինչի համար եւ կոչվում է անիրավ։ Հիմա այն ինչ որ նա անում է, բնականաբար, երբ որ նա նախկինում մարդկանց պարտքով ինչ որ բան տալիս էր իր տիրոջ ունեցվածքից եւ հետ էր ստանում էր ավելիով, քան պիտի ստանար եւ դրանից իր շահույթն էր վերցնում եւ դրանից օգտվում էր եւ սնվում էր եւ անգամ ավելին էր վերցնում։ Այս անգամ երբ որ նա կանչում է այդ մարդկանց, ասում է՝ մի վարքյան։ Ես պիտի մտածեմ իմ ապագայի մասին։ Ուրեմն արի ես հիմա նրանցից ավել չվերցնեմ։ Ես վերցնեմ ինչ որ պետք է եւ իջեցնում է նրանց պարտքը։ Հանում է այն մասը, որը որ նա իրեն պիտի վերցներ եւ այսպիսով այս մարդկանց բարություն է անում, իրականում բարություն է անում, լավություն է անում։ Այդ մարդիկ պիտի տային 10 կամ 100, հիմա տալիս են 80 կամ 50։ Եվ այս մարդիկ նրանից գոհ հեռանում են։ Հիմա ինչի է Հիսուս Քրիստոս պատմում այս առակը եւ ինչ ունենք մենք այստեղից սովորելու։ Բնականաբար յուրաքանչյուր առակ, որտեղ Հիսուս Քրիստոս մեզ պատմում է, եթե մենք ինչ-որ բան պիտի սովորենք, մենք պիտի նայենք առակի մեջ բացասական կերպարին, որովհետև բացասական կերպարի մեջ ենք ներկայանում մենք Աստծո աչքերի առաջ։ Բայց այստեղ բացասական կերպարը գովասանքի արժան։ Շատ աստվածաբաններ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա պարտքերը իջեցնելուց օրենք չի խախտում, այսինքն ինչ անում է իր իրավասության շրջանակներում է անում, փորձում են արդարացնել տնտեսին, ինչը Ես կարծում եմ, որ սխալ է, որովհետև մենք այստեղ իրականում տնտեսին եւ որևէ կերպ եւ որևէ ձև արդարացնելու կարիք չունենք։ Նա անիրավ է։
Իսկ անիրավ մարդը չի կարող որևէ ձև, որևէ մակարդակով ընդունելի լինի Աստծո աչքերում եւ ավելին գովասանքի արժանանա։ Եվ անգամ այն հանգամանքը, որ Հիսուս Քրիստոս մեզ այդ օրինակը բերում է, չի նշանակում, որ մենք պիտի այս մարդուն արդարացնենք, որ նմանվենք նրան։ Ընդհակառակը, տեսեք առակը ինչ խոսքերով է ավարտվում։ Երբ Հիսուս Քրիստոս ինքը պատմում է եղելությունը, ասում է հետևյալը. այս աշխարհի որդիները, այս սերնդի որդիները ավելի հնարամիտ են, քան լուսով որդիները։ Հիսուս Քրիստոս այս անգամ, այս առակը պատմելով չի պատմում մեզ նրա համար, որպեսզի մենք նմանվենք անիրավ տնտեսին իր անիրավության մեջ կամ խորամանկության մեջ, այլ այս անգամ նա այս օրինակը բերում է ուղղակի ամոթանք տալու մեզ։ Ասելով, թե դուք կոչված եք բոլորը լույսի որդիներ լինել, բայց միամիտ բառը սխալ հասկանալով անմտություն եք անում։ Կոչված եք բոլորը լույսով որդիներ լինել, բայց թույլ եք տալիս, որպեսզի խավարապաշտները, խավարի որդիները տիրեն ձեզ։ Առնվազն ամոթ է ձեզ, որ դուք իմաստության աղբյուրին ձեր մեջ գրելով թույլ եք տալիս, որպեսզի ձեզ ենթարկեն այս աշխարհի իմաստությանը։ Առնվազն ամոթ է։ Հետևաբար այս առակը Հիսուս Քրիստոս մեզ չի պատմում նրա համար, որպեսզի մենք նմանվենք տնտեսին եւ մտածենք, թե ինչ խորամանկությամբ կարող ենք մեր ապրուստը հայթայթել, այլ պատմում է մեզ այն առումով, որ մենք պիտի ամաչենք նրանից, որ նրանք, ովքեր Աստծուն չեն հավատում, ավելի հեռատես են եւ ավելի հնարամիտ են, քան թե մենք։ Տեսեք, Հիսուս Քրիստոսի հայտնի խոսքերը կան Մատթեոսի ավետարանում, որ ասվում են, որոնք իմ համար այս առակի ամբողջ բացատրության հիմքում են ընկած։ Հիսուս Քրիստոս ասում է խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ աղավնիների պես։ Մենք բոլորս վերցնում ենք երկրորդ մասը, ուզում ենք լինել միամիտ աղավնիների պես, բայց այստեղ էլ ենք սխալ հասկանում։ Միամիտ չի նշանակում անմիտ։ Միամիտ նշանակում է մեկ ուղղությամբ մտածող, սկզբունքային, մեկ ճանապարհ ընտրող։ Բայց նախքան միամիտ լինելը Հիսուս Քրիստոս մեզ ասում է խորագետ եղեք օձերի պես։ Ոչ ոք չգիտի, թե օձը ինչ ուղղությամբ պիտի շարժվի։ Հետևաբար Հիսուս Քրիստոս ինքը մեզ ասում է 1000 մտածեք, մեկ կտրեք, հնարավոր բոլոր ճանապարհները քննեք եւ այդ բոլոր ճանապարհների մեջ ընտրեք լավագույնը եւ աղավնու պես միամիտ, մեկ ուղղությամբ մտածող այդ լավագույն ճանապարհով ընթացեք մինչեւ վերջ։ Եվ որևէ բան չի կարող ձեզ այդ ճանապարհին կանգնեցնել, եթե դուք կիրառում եք ձեր հնարավորությունների, Աստծո կողմից ձեզ տրված հնարավորությունների 100%։ Հետևաբար տնտեսի առակ այն մասին է, որ մենք իբրև լույսի որդիներ պիտի մեր կարողությունները, մեր հնարավորությունները ամբողջությամբ կիրառենք ի բարին, հազարավոր ճանապարհներ քննենք եւ դրանց միջից ընտրենք մեկը եւ այդ մեկով ընթանանք։ Իսկ ինչ չափանիշով մենք պիտի ընտրենք, թե այդ հազարավոր ճանապարհներից որն է լավագույնը եւ որին մենք պիտի հետևենք։ Այստեղ, եթե նայում ենք Ղուկասի ավետարանի կառուցվածքը, ինքը բանալի է։ Տեսեք 15-րդ գլխի վերջում, իդեպ սա անկած է մեր այս մեծ պահքի կիրակիների հիմքում։ 15-րդ գլխի վերջում խոսվում է անառակ որդու առակի մասին, նրա մասին, որ Աստված սպասում է մեր վերադարձին, 16 եւ 17-րդ գլուխները խոսում են այն ճանապարհների մասին, որոնցով մենք կարող ենք վերադառնալ դեպի Աստված։ Եւ արդեն 18-րդ գլխում խոսվում է դատավորի մասին, որը հաջորդ կիրակի պիտի լինի։ Հիմա բացեք Ղուկասի ավետարանի 16 եւ 17-րդ գլուխները եւ ընթերցեք եւ կտեսնեք, որ ամբողջությամբ տրվում է ճանապարհը, որով մենք կարող ենք հասկանալ, թե որն է հազարավոր ճանապարհներից լավագույնը։ Դա է բարեգործությունը, ծառայասիրությունը, անհիշաչարությունը, միով բանի, մեկ խոսքով մարդասիրությունը։ Այս երկու գլուխները մարդկանց սիրելու մասին են, Աստծո պատվիրանները պահելու մասին են։ Եվ այս երկու գլուխների մեջ հենց 16-րդ գլխի վերջում գտնվում է նաև Աղքատ Ղազարոսի առակը, որը եւս բանալի է հասկանալու համար այս տնտեսի առակը եւ այն խորհուրդը, որը ցանկանում է մեզ այսօր Հիսուս Քրիստոս փոխանցել։ Աղքատ Ղազարոսը ապրում է մի մեծահարուստի դռան դիմաց, երբեք նրանից որևէ տեսակի ողորմություն չի ստանում, կերակրվում է նրա սեղանից ընկած փշրանքներով եւ ի վերջո երկուսն էլ մահանում են, եւ մեծահարուստը եւ Ղազարոսը։
Բայց Ղազարոսը գնում է դրախտ, կամ ինչպես Սուրբ Գիրքն է ասում Աբրահամի գոգը, Աբրահամի մոտ, որտեղ որ Աբրահամն էր, իսկ այս մեծահարուստը գնում է դժոխք։ Եվ այս դժոխքում տառապանքների ժամանակ, երբ վեր է նայում, տեսնում է, որ Ղազարոսը նստած է Աբրահամի մոտ եւ ասում է. «Հայր Աբրահամ, խնդրում եմ, Ղազարոսին ուղարկիր, թող իր մատը ջրով թրջի եւ իմ շրթներին դիպչի, որպեսզի ես գոնե մի փոքր հագեցում ստանամ իմ ծառավին»։ Ինչին Աբրահամը ասում է, որ անհնար է։ Մեր եւ ձեր մեջ կա մեծ անդունդ եւ մենք այստեղից չենք կարող գալ ձեր մոտ։ Այսինքն դու քո կյանքի ընթացքում երբևիցե Ղազարոսին մի բաժակ ջուր չտվեցիր, իսկ այժմ ցանկանում ես, որպեսզի Ղազարոսը գա եւ մի կաթիլ քեզ ջուր տա։ Անկամ եթե ցանկանա, նա չի կարող, որովհետեւ այլևս հնարավորություն չկա մեր մոտից ձեր մոտ գալու։ Երբ դատաստանը տեղի ունենում, երբ մենք մահանում ենք, մենք գնում ենք կամ աջ կամ ձախ, եւ այնտեղից մեկից մյուսից տեղափոխություն անհնար է։ Այդ ժամանակ այս մեծահարուստը Աբրահամին խնդրում է, ասում է. «Այդ դեպքում հայր Աբրահամ, խնդրում եմ, Ղազարոսին ուղարկիր, ես 5 եղբայրներ ունեմ, թող գնա նրանց բացատրի, որ իմ սխալները չգործեն, այսինքն չընթանան իմ սխալ ճանապարհներով»։ Եվ Աբրահամը ասում է. «Քո եղբայրները ունեն Մովսեսին եւ օրենքը եւ մարգարեներին, թող նրանց լսեն»։ Այլ խոսքերով, քո եղբայրները Սուրբ Գիրքը ունեն, Աստվածաշունչը ունեն, ինչ Ղազարոս, Աստվածաշունչը թող բացեն եւ կարդան, ինչ կարիք ունես, որպեսզի Ղազարոսը գնա եւ նրանց ասի, երբ Աստծո խոսքը նրանց առջև դրված է։ Այս մեծահարուստը շարունակում է, ասում է. «Հայր Աբրահամ, միգուցե եթե մեռելներից մեկը հարություն առնի եւ գնա նրանց մոտ, նրանք լսեն»։ Աբրահամը պատասխանում է, ասում է. «Եթե Մովսեսին եւ մարգարեներին, այսինքն Սուրբ Գիրքը, չեն լսում, ապա անգամ եթե մեռելներից մեկը հարություն առնի, նրան միևնույն է չեն լսի»։ Եվ այդպես է լինում։ Հիսուս Քրիստոս հարություն է առնում, բայց նրան կրկին ոչ մեկ չի լսում, որովհետեւ նրանք չէին ուզում լսել Սուրբ Գիրքը։ Ինչով է այս առակը օգնում մեզ հասկանալ մեր տնտեսության առակի մասին դրվագը։ Երբ մենք հազարավոր հնարավորությունները չափենք, մտածենք, այդ բոլոր ճանապարհների մեջ լավագույն ճանապարհը այն ճանապարհն է, որը մեզ ցույց է տալիս Սուրբ Գիրքը։ Եվ եթե մենք այսօր այդ Սուրբ Գիրքը չենք ընթերցում հասկանալու համար Աստծո ճանապարհը, վաղը միգուցե այլևս ուշ լինի մեզ համար այդ ճանապարհին կանգնելու։ Հիմա այս ամբողջ պատմության մեջ Լուկասի ավետարանի 16-րդ գլուխը, երբ որ մենք կարդում ենք տնտեսը, Ղազարոսը եւ այլն, մենք բնականաբար մեզ պիտի գտնենք այդ առակների մեջ։ Եվ ես անձամբ երբևիցե չեմ հանդգնի ասել, որ ես աղքատ Ղազարոսն եմ, որ տանջվում եմ այս աշխարհում, որպեսզի հավիտենական կյանքի մեջ վայելեմ Աբրահամի ներկայությունը։ Միանշանակ ես այն մեծահարուստն եմ, որ անտեսում եմ Ղազարոսին, եւ այն տնտեսն եմ, որը վատնում է այն ամեն ինչ, որ նրան տվել է Տերը։ Իմ համար Տերը բացառաբար կարող է լինել Աստված։ Եվ Աստված է տվել ինձ ամեն ինչ, ինչ որ ես ունեմ, ներառյալ իմ կյանքը։ Մեզ բոլորիս ամեն ինչ, որ մենք ունենք, մեզ տրված է Աստծո կողմից։ Հետևաբար Աստված է այն ամբողջ ունեցվածքի Տերը, որը մենք ունենք։ Ամենամեծ ունեցվածքը մեր կյանքն է, որի մեջ արդեն մտնում են մեր բոլոր շնորհները, որ մենք ունենք, եւ մեր բոլոր կարողություններն ու հնարավորությունները նյութական թե մտավոր։ Ամեն ինչ, որ մենք ունենք, տրված է մեզ Աստծո կողմից ի տնտեսություն։ Եվ մենք, եւ ես, եւ մենք վստահաբար վատնում ենք այդ հարստությունը, որ մեզ Աստծո կողմից տրված է։ Բայց վաղը մյուս օր մենք պիտի կանգնենք Աստծո առաջ հաշվետվության։ Աստված պիտի մեզ կանչի եւ ասի. «Սիրելիս, ես գիտեմ, որ դու վատնել ես այն ամեն ինչ, որ ես քեզ տվել եմ։ Հիմա ներկայացրու ինձ քո հաշվետվությունը»։ Ինչ մենք պիտի ասենք Աստծուն։ Միթե մենք կարող ենք նրան բարձրես ասել, որ գիտես, ես այս մարդուն սփոփեցի, նրա վիշտը անցկացրեցի, օգնեցի, բացատրեցի, այս մարդուն աշխատանքով ապահովեցի եւ նա այլևս երբեք իր կյանքի ընթացքում քաղց չզգաց։ Ինչ էլ մենք անենք, մենք Աստծո տրվածից պիտի փող տանք ուրիշներին։ Բոլորս պարտապան ենք Աստծո առաջ եւ մենք մեկս մյուսի պարտքերը պիտի իջեցնենք, որովհետեւ դա մեզ տրված է իբրև շնորհ։ Եվ այսօր Հիսուս Քրիստոս տնտեսի առակով եւ Ղուկասի ավետարանի 16-րդ գլխի ամբողջ ընթերցանությամբ այս տնտեսի կիրակին գալիս է մեզ հուշելու։
ասելու թե սիրելիս 1000 չափի մեկ կտրի, խորագետ եղի, խելացի եղի, միամիտ եղի, բայց ոչ անմիտ։ Քո հնարավորությունների 100%-ը կիրառիր ի բարին, ծառայասեր եղիր, մարդկանց սիրիր, Աստծուն պաշտիր և հավատքդ զորացրու, որովհետև վաղը մյուսօր դու կանգնելու ես այդ Աստծո առաջ և նա քեզ ասելու է, որդիս, տուր ինձ քո հաշվետվությունը, այն տնտեսության, որ քեզ տվեցի։ Ամեն։